Լսի ոչ մեկ քեզ չի խնդրել իմ հետ քնես։ Չես խնդրել, ես էլ չեմ խնդրել։ Դա եղել է երկուսից ցանկությամբ։ Բա որ երկուսից ցանկությամբ ա եղել, ինչ ես միայնակը մայր խաղացնում էլ է։ Ես ուզում եմ իմ երեխան իր հորը ճանաչի։ Արա ախպեր, ես չեմ ուզում քեզնից երեխա, չես հասկանում։ Բացի այդ, այն սկզբից չես հիշում ինչեր էիր խոսում, ինչեր էիր խոստանում, որ ոչ մեկս պարտավորություններ չունենք միմյանց հանդեպ։ Ես ո՞նց էս պլաններդ փոխվեցին, է։ Երկար վերլուծեցի եւ եկա այն եզրահանգմանը, որ ուզում եմ իմ երեխան հայր ունենա։ Հարցեր։ Արալավ մի խոսքով ուզում ես երեխա ունենաս, ունեցի հետ իշի հետաքրքրում։ Բայց նայ քեզնից էլ ես ընդհանրապես ինֆորմացիա չունենամ, հասկացար։ Վերջի անգամ եմ ասում։ Ամեն խոսքդ քթեցիդ բերելու եմ գրիշ։ Դու հələ համբերի։ Հեռախոսահամարդ ինձ արդեն զզվանք ա պատճառում։ Արալավ կյանքնես բաներ մի ասած հավաստում ես լուրջ եմ ասում արդեն։ Ինչքան ցավացնեմ, որ հասնեմ քեզ տականք։ Ինչ ես դեբիլ խոսում է առանց հասկանալ։ 5 րոպեից ձեր դռան դեմն եմ։ Թքած ունեմ։ Լավ չես գնամ Մաշայիդ մոտ, քեզ արագ կյանքի կկոչի։ Լսի լուրջ եմ ասում, խելացի կլնես իշն ես, նա իմանան գալիս եմ։ Չերազես։ Ահա դու լուրջ ուզում ես արուն թափվի։ Ոստիկանությունը քեզնից շուտ կհասնի, խոստանում եմ։ Արա ով ուզում ա թո հասնի, մի խոսքով իշի հետաքրքրում, ում ուզում ես ասա, ես գալիս եմ իմ կնգան ու երեխուն տենամ։ Ով կարա թո դեմս կայնի մի խոսքով։ Հետո այն որ ժամանակին պետք անես տայ որ վիզդ վրեդ վռար։ Ուղղակի մեղքս գալիս ես։ Մյուս անգամ չհամարձակվես իմ հետ տես խոսած։ Թե չէ պատուանից դուրս կշպրտեմ գրիշո։ Գրիշ քեզ իրոք թվում է մանանը իր սեփական երեխուն չի սիրում։ Բայց հասցրել ես այդ աստիճանի։ Այնքան եմ զզվում քեզնից, որ չէի ուզում երեխա ունենայի քեզնից, որ ամբողջ կյանքումից քեզ հիշացնեմ։ Լեո, հիմա բան եմ ուզում ասեմ, բայց թող մինչև վերջ խոսամ հասկանանք ինչ ենք անում։ Այսինքն ինչ ենք անում։ Հիմա չես կատաղում ու գորգորոցդ չես գցում։ Խոսամ Անան։ Գրիշն էր զանգել, ասում էր գալիս եմ։ Յա։ Բա թող գա, ես էլ անհամբեր իրան եմ սպասում։ Լեո խմած ա։
Հա ինչ անենք խմածը։ Խմածը ավելի վատ իրա համար։ Դու ինչ ես լարվում, ինքը պիտի լարվի։ Թե չէ չգիտես, որ հեսա գալու է քիթը ջարդեմ ուղարկեմ տուն։ Դե ասեց գալիս եմ ու անջատեց։ Հա ինչ մանան, դու ինչ ես լարվել։ Դու մտածելու բան չունես։ Հանգիստ գնա պարկի։ Այ Լեո, չեմ ուզում նորից կռվի մեջ ընկնեք։ Մանան ջան, այդ մեր ճակատին ա գրված հասկանում ես։ Ինքնա։ Հա։ Տուր հեռախոսը։ Չէ, սպասի, ես ասում եմ նենց անեմ, որ ինքը չգա հասնի, ստեղ դու ասում ես տուր ինձ։ Մանան ասում եմ տուր հեռախոսը։ Բայց Լեո, սպասի։ Ինչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն եմ խնդրում այս ժամին զանգարելու համար։ Այս հեռախոսի վերջին կոնտակտը ձերն էր։ Կներեք ում հետ եմ խոսում։ Լեյտենանտ Սահակյան, զանգել եմ հայտնեմ, որ Գրիգոր Մակունցը վթարի է ենթարկվել։ Ծայրը եղծանր վիճակում տեղափոխել ենք հիվանդանոց։ Մանան, ինչ եղավ։ Դու ստեղ էլ հեռախոսը, ինչ են ասում։ Ասում են Գրիշին ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել։ Ալո։ Արի վստի։ Ալո։ Ալո։ Լեո, ինչ են ասում։ Անջատվել է, սպասի հələ մանան։ Հանգստացի մի հետ։ Հա, հիմա ինչ է եղել, ինչ ես խառը։ Ինչ պիտի լինի, Գրիշոյից լուր չունեմ, չի պատասխանում։ Ինա, եթե որոշել ես այսօր էլ իմ հետ կռիվանես ու այդ կռվով, որդ սահմանափակ ես ասեմ, որ չի ստացվի։ Հիմա իմ ուղեղը ավելի խառը բաներով է զբաղված։ Հետաքրքիր է ինչով է խառը, ասում եմ Գրիշոյից լուր չունեմ, հունան։ Այն ավան Ռաֆիկ գորած լակոտին է գտել։ Այսքան տարի հետո։ Հա, այսքան տարի հետո։ Լավ, ասենք գտել է, ինչ պիտի անենք, դի։ Hamanան։ Գրիշը վթարի է ենթարկվել։ Հենց նոր իրա համարից զանգեցին, ասեցին, որ վիճակը ծայրահեղ ծանր է։ Որտեղ է հիմա։ Չգիտեմ, ասեցին տանում են հիվանդանոց։ Մի բան արեք էլի, խնդրում եմ, սիրտս արդեն կանգնում է, զանգեք իրա համարին կպատասխանեն։ Ինչ է եղել։ Գրիշը վթարի է ենթարկվել։ Չգիտեմ, ասում է զանգեք իրա համարին կասեն ինչ ա եղել։ Որտեղ է, ոնց է։ Չգիտեմ, ասում է ծայրահեղ վատ է։ Հունան զանգի մի բան իմացի։ Լես խմի շուտա։ Չեմ ուզում։ Մանան ասում եմ խմի։ Դե ոխր զգում էի, որ մի բան լինելու է։ Մի հատ խմի։ Լեո ասեցի, որ վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանան հա հասկացանք, հիմա կարևորն էնա, որ արդեն հիվանդանոց են տանում, վատ բան չի լինի, հանգստացի ասում եմ։ Ինչ եք ձեններդ գլուխներդ գցել։ Ախպերս են Գրիշոնը հավարյա տվել։ Հանգստացի մանան։ Դա ասեցի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանան հանգստացի ասում եմ։ Լեո ով էր զանգել։ Ոստիկաններից մեկը։ Ասի մանա։
չէ, հետևից գնա, հետ նեղի։ Հիմա այդ քննարկելու ժամանակն է։ Հա ժամանակն է։ Կարևորն ու անկարևորը խառնել եք իրար, չգիտեք ով երբ ինչ է անում։ Բարից բուն իմաստով թքած ունես շուրջդ ինչա կատարվում։ Ես պիտի ասեմ տղետ ինչ փորձանքների կգա, դու չգիտես։ Լավ էլի ինա, սուս մնա։ Հիմա էլ գնալու ենք մենք մի փորձանքի հանդիպենք։ Ավելի լավը զանգի իմացի ուր են հասել, ինչ են անում։ Զանգ չի գնում, անջատած է հեռախոսը։ Խորայս ինչա բերել իրա գլխին։ Գնայր հետևից իմանայր։ Դե հերիքա էլի սուս մնա։ Ատամները երևի սրած սպասում էր, որ մի բան լիներ, խոսայր։ Հեսա տեղ կհասնենք, կտեսնեմ Գրիշը ոնց է, հետո կտեսնես խոսելը որն է։ Արդեն լրատվականները գցել են։ Աստվածի մեզ ինչ ա եղել, չեմ ուզում պատկերացնեմ Գրիշը ինչ վիճակում է, ունան արագ քշի։ Ահա, Աննա, հետո կզանգեմ։ Հա, ինքն է, հետո կզանգեմ։ Իսկ տնացիներին ասել եք։ Հա, Մանանը զանգեց մորը։ Բալես կուզես շտապօգնություն զանգեմ։ Չէ, հենց հիմա տարեք Գրիշի մոտ։ Դու ես վիճակում ոչ միտեղ չես գնալու։ Դավիթ նստած էստեղը մեռնում եմ, չես հասկանում։ Լեո ինչ համարից էին զանգեմ, այդ ասա զանգեմ հասկանամ ինչ է կատարվում։ Գրիշոյի համարից։ Ասում եմ տարեք հիվանդանոց ինձ հենց հիմա սիրտս կանգնում այլ չեմ դիմանում, ուզում եմ տեսնեմ Գրիշին։ Մանան արի ես քեզ կտանեմ։ Բայց ախր ես վիճակում հիվանդանոց գնալը սխալ է։ Հո դու հիվանդ չես։ Ասում եմ ոչ մի բան պետք չի անել։ Ախպերս բա ինչ անենք, սենց մեղ կա։ Դա տանում ես հիվանդանոց ինչ անի։ Տեղում իմանամ ոնց է, ինչ վիճակում է, ոչ թե սպասեմ ինչ-որ մեկի զանգին, չես հասկանում։ Բալես, նորից եմ ասում, ես վիճակում սխալ է հիվանդանոց գնալը, ցավը տանեմ։ Տանը մնալն է սխալ, Լեո զանգի, տաքսի կանչի, շուտ արա մինչև փոխվեմ։ Հեսա ինձ ես անորոշությունից ինֆարկտ կխփի։ Գնա տես ինչ են ասում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, չես հասկանում։ Ինը սուս մնա էլի։ Գնա Գրիշոյից լուր բերել, չեմ դիմանում։ Լսի տղա ջան, ոչ ոք իրավունք չունի մտնի ես տուն, ինձ թարսնայի արհամարի ու անցնի առաջ, հետ կլնես դու թե օտար ուրիշ մեկը։ Բաբջան չեմ ուզում այդ կռիվանալ։ Նախ դու շատ փոքր ես իմ հետ կռիվանելու համար։ Եվ հետո, Գրիշո հիշի, ով ինձ թշնամի է դառնում, իմ հետ բացարձակ կապ չի ունենում, հետ կլնի իմ երեխեն, օտար ինչ-որ մեկը, բացարձակ էական չի։ Ասենց միջև ուր ես հասնելու, բաբ։ Շատ հեռու։ Զգուշ եղեք։ Բաբջան գալի հետդ նստում եմ, հետս կռիվ ես անում, գլուխս կախ ուզում եմ հելնեմ վերև, էլի հետս կռիվ ես անում, ինչ ես ուզում։ Կամ ես ընդհանրապես քեզ ինչ եմ արել, որ հետս սենց ես խոսում։ Լուրջ եմ ասում է տավոյից ավելի տարօրինակ մարդ հələ չեմ հանդիպել։ Այ բալես մեռա ասելով հեռու մնա այդ մարդուց։ Հայ մամ ջան, ես հեռու եմ մնում։ Ինքն է տզի պես կպել ու փող չի գալիս։ Ինչ անեմ։ Հարցրու, ասա ինչ ես ուզում, գնա գործերիդ։ Մի հատ էլ չնեղանամ ու լացելով գամ մոտդ։ Բալես, խնդրում եմ, այդ մարդուց հեռու մնա։ Չգիտեմ, ես այդ մարդուց մեծ վտանգ եմ զգում։
Ռայմամ, քեզ էլ թեմայա պետք որ չափազանցնես։ Հա, դու ինձ մի լսի։ Լսում եմ, ուղղակի վտանգը որն է, ընդամենը տարօրինակ մարդ է, այդքան բան։ Հով ջան, ես էլ քեզ այդ մարդու հետ չտենամ, լսում ես։ Լավ, թեման փոխի, թե չէ ես կարող է տուն չհասնեմ ես ուր։ Տաքսին 5 րոպեից հասնում եմ անում։ Լեո, խնդրում եմ, հերի միած զանգի Լեային հասկանանք Գրիշը ոնց է։ Իմ զանգերին չեն պատասխանում, որ Լեան տեսնի դու ես հաստատ կպատասխանի։ Ոնոն այդ քեզ մենակ թվում է որ կպատասխանի։ Լեո, խնդրում եմ, փորձի էլի։ Լեո, Աղբորից հետ տեղյակ ես վիճակը ոնց է։ Գրիշի, ինչ ա եղել։ Զանգի ձերոնց։ Լեո, ինչ ա եղել Գրիշին։ Նոր տեսա որ Մանանը մի քանի անգամ զանգել է։ Ասում եմ զանգի ձերոնց Լեա։ Տեղյակ չի։ Այդ տաքսին ինչ եղավ չի գալիս։ Ես 2 րոպեից հասնում։ Գալիս ես դու։ Հա, բա ինչ եմ անում, ոչ չեմ թողելու ձեզ մենակ։ Հայ մանան գնացինք հասել։ Հոպարես դու արդեն սկսել ես։ Բա ինչքան քեզ պետք է սպասեի։ 2 ժամը գալի տեղ չես հասնում։ Հոպար ես բիլիարդը նկատի չունեմ։ Հունանին պատժելու մասին է խոսքը։ Ինչ է եղել։ Դե ինտերնետով տարածվել էր, որ Հունանի տղուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Չէ, ես դրա հետ կապ չունեմ։ Ինձ էլ թվաց ստարտը տվել ես, ես տեղյակ չեմ։ Ես որ ստարտը տամ, շատ դաժանալն է։ Տենց անկապ տեղերից չես իմանալու։ Ինչ ա եղել Գրիշին։ Բա ոխեր իմ թշնամիտ էր։ Այդ ոնց սկսեցիր մի անգամից անհանգստանալ։ Պապա նորից եմ հարցնում, ինչ ա եղել Գրիշին։ Ծայրահեղ ծանր վիճակում է Գրիշան։ Հիմա պայքարում են իր կյանքի համար։ Ու դու այդքան իմանալով իմ հետ էլ թշնամանքից ես խոսում։ Դու առասարակ սիրտ ունես ինձ ինչ-որ բանում մեղադրես։ Գնաս տեղից։ Չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Ո՞ւմ։ Շատ վատ եմ, Լիա, շունչս կտրվում է։ Մամուր են բժիշկները ումից կարող մի բան իմանամ։ Ասում են շատ ծանր վիճակում է, շատ վատ է։ Ինչ են ասում։ Սպասի մի բան ասեն հասկանանք, չգիտեմ։ Սպասելու ժամանակ չկա։ Զանգի բժիշկներից ում գիտես, ասա թող գան էստեղ։ Ինա հիմա բացի վիրահատարանի բժիշկներից ոչ ոք ոչինչ չի կարող անի։ Վիճակը ոնց է։ Խոսացեք, ինչ են ասում։
Դեռ սպասում ենք մանան։ Սենց անհանգիստներով հավաքվել եք էլի։ Հա, անհանգիստներով հավաքվել ենք։ Դուք էլ երևի դժվարանում եք զանգերից պատասխանեիք իմանայի Գրիշը ոնց է։ Եթե մի անգամ եք ձերը վրաս բացեցա։ Գնացիր։ Ես ձեր ժամանակին պետք է սատկացրած լինեի։ Ախր ինչի ես կան սպասեցի։ Մինչև հիմա չես հասկացել, որ այն ինչ փորձում ես անես իմ ու իմ ընտանիքի հանդեպ քո ընտանիքի դիմաց է գալիս։ Մանա նորի դուրս գանք էլի։ Ես դուրս գալու կարիք չունեմ։ Եկել եմ, որ Գրիշի կողքին լինեմ, ուստեղ կանգնածներից ոչ մեկն ինձ ինչ-որ բան ասելու իրավունք չունի։ Լավ, Անան, վերջ։ Ստեղ կանգնածներից մեկն էլ ես եմ, աղջիկ ջան։ Ունես մի արա, քեզ ու աղբերների տենորը գցեմ, որ ամբողջ կյանքդ մռմռակ։ Ես զարմանում եմ, ախր դուք ինչ եք ձեզ ալիս ներկայացնում, որ հիմա էլ sense կանգնել դիմացս խոսում եք։ Թե պարտադիր պետք է մի երկաթի կտորովել ձեզ։ Պապ։ Մենք մեր ապրած կյանքի վրա վստահ ենք ունան։ Նայց ենք ապրել, որ կարող ենք այսօր հանգիստ քնենք ու արթնանանք։ Ոչինչ։ Դրանից էլ կզրկեմ։ Դեռ փորձի։ Դուք մոռացել եք, հա, ինչի համար ենք հավաքվել։ Ես թքած ունեմ ձեր խնդիրների վրա, գնացեք դուրս իրար մորթեք։ Լեո, խնդրում եմ, արի դուրս գանք։ Լեո։ Ստալով եկեք։ Այո, մենք նստենք։ Այսքանից հետո դու դեռ հարցեր պարզելու տրամադրություն ունես։ Ձայնդ գտրի։ Երեխեք մահամերձ բարկած է։ Դու խոսում ես ինչ-որ մեկին երկաթի կտորով սպանելու մասին։ Էլ ինչ պիտի լինի, որ դու ուշքի գաս։ Ամենաթանկներդ քանի անգամ պիտի պատժվեն, որ դու խելքի գաս։ Դու ոնց որ ուզում ես, որ հիմա էլ բժիշկները քո կյանքի համար պայքարեն ինա։ Դեմքդ չեմ ուզում տեսնել։ Հերս, բարի գուն ցավը տանեմ, ինչ կա։ Էդ ինչ է։ Էս, դեղերը տա ինչ է, դեղերը տան բերել։ Բայց քեզ ով է խնդրել ինձ համար դեղեր բերես։ Այսինքն, փաստորեն ես այն օրն եմ ընկել ու ինչ-որ մեկը պետք է ինձ խնդրի, որ ես իմ հորը համար դեղ բերե։ Ավո, ոչ ներվերդ ունեմ, ոչ էլ հավեսատ։ Դու բանկ ինձ կբացատրես, այդ ոնց ես հաջողացնում հենց այն պահին գաս, որ ես զայրացած եմ, որ ես ամբողջ զայրույթս քո գլխին թափեմ։ Լավ, արդեն պարզ է։ Գրիգորի համար ես sense նեղված։ Պահվածքիցը երևում է, որ արդեն տեղյակ ես։ Չասես, որ քո մատը խառն է։ Դե լավ էլի հերիք է էլի, իրոք հերիք է։ Լավ էլի այ պապ։ Էռնայից բրծար Գրիշոյին անցար։ Հիմա քեզ մի բան եմ ասում, այդ հələ որ մեր մեջ Էռնայի գլուխը հունանի ինգերուշ տղեն է կերել։ Ոնց թե։ Հա, հենց տես ցավը տանեմ, բա, մենակ ինձ մեղադրեք, մենակ ինչ էլ մա բրթեք ավոյի վրա, հո ես մարդասպան չեմ, այդ ցավը տանեմ, հələ լսի, ես քանի տարվա տղետ եմ, ես մեկին մատով կպացկամ։ Ավո, գնա ինչ կլինի, շատ եմ ջղայնանում։ Էй, ուր գնամ։ Հորս տունն է եկել եմ, լավ եմ արել, ես իմ հոր տունը։ Բա չէ, Գրիգորի համար ինձ պետք է տան պատերին։ Գրիգորի հերը հունանը, դու ժամանակին քիչ մեղքեր գործեր, որ այսօր ընտանիքի անդամների քթերից չբերեի, լավ։ Գլուխս պայթում է, բաբ։ Գնում կոֆե դնեմ խմեմ։ Կխմես քեզ էլ բերեմ։ Ես ամեն ինչ մի կողմ դրեցի։ Եկա քո մոտ ու ասեցի, որ այն հիմարին ասել եմ քեզանից ու Գրիշից հեռու մնա։ Ու դու մինչև հիմա չես կարողանում ներես, հա։ Հիմա պիտի այդ մասին խոսենք։ Արդեն խոսում ենք։
Լավա քեզ ժամանակ առ ժամանակ ներել են։ Ու երևի թե դա Գրիշի ամենամեծ սխալն է եղել։ Ես հասկանում եմ, որ ձեր ընտանիքի չգրված կանոններից մեկը միշտ մեղքը դիմացի մյուսերին դնելն է։ Բայց իմ պարագայում այդ երբեք չի ստացվի։ Խղճում եմ ձեզ։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Խղճում եմ ձեզնից ծնվածներին, որ ամեն օր այդ ազգանունը վերցրած պիտի պայքարեն, որ Հունանի մեղքերից չմեռնեն։ Իմ երեխուն էլ եմ խղճում։ Տականք ես էլի Հոզորովիչ։ Որովհետև մենակ այդ ձևով է հնարավոր ձեր դեմ պայքարել։ 2 րոպե հույսս խղճիս վրա դնեմ, ինձ նենց կհոշոտեք, չեն գտնի։ Ես ձեզ հետ վիճելու ցանկություն չունեմ, տիկինինը։ Իմ մտքում հիմա մենակ Գրիշն է, ուրիշ ոչ մեկը։ Ես իրան այնքան շատ եմ սիրում, որ հենց հիմա սրտիս ցավից ուզում եմ գոռամ։ Տարօրինակ բան է, չէ՞։ Ինքն ինձ դավաճանում է, ես էլի ու էլի իրան սիրում եմ։ Ինքն ինձ տրորում է, կանգնում եմ, էլի սիրում։ Ու հիմա երբ կորցնելու շեմին եմ, ինձ ոչ ձեր մեղադրանքներն են հետաքրքրում, ոչ Հունանի վիրավորանքները, ինձ ոչինչ չի հետաքրքրում։ Ես հենց հիմա իմ կյանքի ամենամեծ սերը կորցնելու վտանգն եմ զգում։ Ձեր մասին պիտի մտածեմ ու ձեզ էլ խորհուրդ կտամ, որ մենակ ձեր մասին չմտածեք։ Աշխարհը երբեք ոչ Հունանի, ոչ էլ ձեր շուրջը չի պտտվել։ Ուշքի եկեք։ Բոլորին հերթով կորցնում եք։ Վերջում երկուսով եք մնալու, իրար սպանեք։ Դու դա շատ փոքր ես կյանքի մասին կարծիք կազմելու համար։ Ես հələ չծնված այնքան եմ կորցրել, որ ես կյանքի գաղափարը պարզից էլ պարզ է։ Խմեք։ Վերջերս պապան ասում է, նենց չանես մանանը իմանա իր հոր սպանության մասին, այլ այդքանից հետո ես ձեզնից ինչ սպասեմ, եթե անկեղծ էլ ոչ մեկից հետ ոչ մի օգնություն պետք չի, ոչ մի տենց աջակցություն պետք չի, ես իմ գլխի ճարը կտենամ, ես ոնց ժողում եմ, մենակ իմ վրա պտի հույս տնեմ, հենց որ կարաս հելնես գնաս տուն նորմալ ասա մամջան։ Ահապեր։ Աղբերս բա ինչ եղաք։ Համբերի։ Դավո ջան, ինչին համբեր եմ։ Շուտ արեք իջեք։ Մնում եք որ ինչ անեք։ Ասում եմ համբերի։ Ոնց Գրիգոր Մակունցը ավտովթարի է ենթարկվել։ Վիճակը գտնում է ծայրահեղ ծանր։ Բայց ես որպես ինչ գնամ։ Որպես ով գնամ։
Ինձ թվում է դրանք հատուկ են ցեղով հավաքվել եկել ստեղ։ Ես հիմա միայն դա չեմ ուզում։ Ուղղակի ես դրանց տանել չեմ կարողանում, պետք է այստեղ չլինեին։ Քանի կար տաղուշ չեն կարողանում ներեր։ Հիմա էլ այդ բուտաֆորի աղբերներին հավաքել եկել այստեղ։ Մի հատ արթնացի շուրջդ նայի, հասկացի ինչ ա կատարվում, գոնե հիմա տղայիդ մասին մտածի։ Մյուս անգամ ինա չհամարձակվես ինձ ասես, որ ես չեմ մտածում իմ տղու մասին։ Հա, նենց ես մտածում, որ Սարգսյաններին քննարկելու ժամանակ ես ունենում։ Ու հա, եթե դրանք չլինեին, իմ տղեն չէր հայտնվի ստեղ։ Նույն հաջողությամբ տղադ չէր հայտնվի հիվանդանոցում, եթե դու գնայիր հետևից։ Ես քեզ խնդրել էի, չէ, խնդրել էի գնաս, դու ինձ չլսեցիր։ Ինա։ Մանան, լացելով բան չես փոխի։ Արի գնանք տուն։ Ինչ տուն։ Ես ինչ խղճով գամ տուն, երբ Գրիշի կյանքը մազից է կախված։ Լավ, որ ստեղ մնացիր, ինչ ես փոխելու։ Դե Մանան, խնդրում եմ, մի լացի։ Քո մասին չես մտածում, գոնե երախուդ մասին մտածի։ Դավ գնա տուն, խնդրում եմ, Լեոին վերցրու գնացեք տուն։ Առանց քեզ ոչ միտեղ չեմ գնալու։ Ես մինչև Գրիշին չտեսնեմ, ոչ միտեղ չեմ գնա։ Նայ, եթե մարդկանց վիճակը ծանր է լինում, ոչ մեկին չեն թողում մտնի։ Մնալու իմաստը որն է, մեկը չես կարողանալու մտնես։ Կապ չունի։ Առավել եւս որ ծանր է։ Ես պիտի տեսնեմ Գրիշին։ Չեմ գա ոչ միտեղ։ Լեոն, մենք էլ առանց քեզ չեն գնա ոչ միտեղ։ Մենք չենք ուզում քեզ մենակ թողենք ես սրանց հետ։ Դե ուրեմն կազմակերպի, որ կարողանամ տեսնեմ Գրիշին։ Մանան, էլի եմ ասում։ Անգիտակից վիճակում պարկածա, որ տեսար, ինչ է փոխվելու։ Կապ չունի։ Թող լինի անգիտակից, պիտի տեսնեմ ու ասելիքս ասեմ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես գիտեմ, որ դու Գրիշը լավ հարաբերությունների մեջ չեք եղել, բայց մենք շնորհակալ եմ, որ ստեղ եք։ Մենք Մանանի համար ենք եկել։ Չէինք կարող իրան մենակ թողնեինք Լեա։ Հասկանում եմ։ Հա։ Ու մեր պապը մեզ ուրիշ ձև է դաստիարակել։ Մենք մարդու մահը չենք ցանկանում։ Իհարկե թող ապրի աղբերդ, բայց մեզնից հեռու, մեր քրոջից հեռու։ Մանանը Գրիշի կինն է, Լեո։ Ու իր երեխային է կրծքի տակ կրում։ Մենակ թե աղբերդ դրա մասին չի հիշում։ Աղբերը սխալվել է։ Կուղի իր սխալները։ Մենակ թե Կապրի։ Գրիշը կապրի։ Աստված բարեգութ է։ թող Աստված իրոք բարեգութ գտնվի ու Գրիշը ապրի։
Հաջան, իմ ռակետ աղբեր։ Մեռնեմ կյանքիդ ոնց պետք լինեմ, հա? Քո ավո աղբերը ոնց պետք լինի, խառը աղբերս, ես միշտ խառն եմ։ Հիմա էլ մի հատ խառը խոհանոցում խառը կոֆե եմ դնում։ Ինչով ես խառալ, երկու բառով ասա։ Հա, բա դու ինչ ընկեր ես, հա? Ինչ ընկեր ես, որ ինձանից տեղյակ չես։ Ընկերոջդ գլխով այնքան բաներ անցա, որ էլ պատմելու չի։ Ա վերջը երախուն գտար։ Երախուն մասին է